Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Օկուպացված Արևմտյան Հայաստանում միլիոնավոր մարդիկ հայկական արմատներով նահացալա հայտնի դերասանուհի Զառա Արամյանը, հրանձինքի կախարդանքը, հիշողություն, ճշմարտություն, դիմակայություն, արդարություն, հայրաքելական եկեղեցին փոխհատուցում տնական Վրաստանակառավարությունը G-News։ Ինչպես պատրաստել բաստուրմա։ Քյոմեգյանին Արևմտյան Հայաստանապետական տելևիզիոն միացիկ մեր վետերաններին։ Թուրք պատմաբան Սալիմ Ջոջյանի տվյալներով 1915-ից 1923 թվականներին շուրջ 600,000 հայեր հիմնականում խոխեկ բռնի իսլամացվան, որոնց ժառանգների թիվը սոր օկուպացված Արևմտյան Հայաստանում կարելի հասնել մոտ 4 միլիոնի։ Իտալացի պատմաբան Ջովաննի Գուայտայի ուսումնասիրությունը նշանց ընտանվեր հալամ 1895-ին Համիջյան ջարդային վախտը հալամ առնվազն 150,000 հայեր իսլամացվան, որոնց սերունդները գնահատվում մոտ 1 միլիոն։ Սրանով 1895-ից 1923 թվականներին իսլամացված հայ խոխորդ ժառանգների ընդհանուր թիվը օկուպացված Արևմտյան Հայաստանում կարեկազմի առնվազն 5 միլիոն, չհաշված հեմշինների կամ համշենցի օսմանյան կայսրության այլ ժամանակաշրջաններում իսլամացված հայերին։ Մի շարք աղբյուրներ նաև նշում են վեր օկուպացված Արևմտյան Հայաստանում բնակչության զգալի մասը տարբեր խորհրդությունով ունի հայկական ծագում, ինչը վկայում է հայկական ժառանգության լայն տարածման մասին երկրում։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության տելևիզիոնին խոր վշտավ հայտնում է Զառա Արամյանի մահվան մասին։ Հայ մշակույթի վաստակավոր արտիստը կյանքից հեռացել է 55 տարեկանում, թողելով անջնջելի հետք հայ մշակութային ու հոգևոր կյանքում։ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին Զառա Արամյանը իր Facebook-յան էջը գրել է. Ամեն ինչի հետի շնորհակալում իմ աղջկանս, նշանдрենքի, ձեր սիրո բազմիցս արտահայտելու, ձեր աղոթքներում ինելու ու հիվանդությունս ավելի խորանալու հետի։ Պատրաստում դիմավորելու թեզը 2026 թվականում հույս տածին վեր երկիրս խաղաղայրնյակա, իսկ մարդիկ բարի ու քաղցր։ Շնորհավոր իմ Նախշուներ ջան, թեզատարին։ Ես շարունակում եմ ձեզ սիրելը։ Յուրանարվեստա մարդկային անկեղծությունով ու հոգևոր ուժով ինքը արժանացալ լայն հանդրության, սիրուն ու հարգանքին տրնալով հայ մշակույթի հիշարժան դեմքերամինը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության տելևիզիոն իրան խորին ցավակցությունն է հայտնում Զառա Արամյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու իրան արվեստի սաղ երկրպագուներին։ Թող իրան հիշատակը մնա լուսավոր, իսկ ընտանիքին Աստված բարգեւի համբերություն, ուժ ու հոգևոր խաղաղություն էս անդառնալի կորստի պահին։ Նուրան Գերշելին իրան կյանքի մեծ մասը նվիրել է լրատվամիջոցին ու ելել է հրանձինքի մտերիմ հնգերն ու գործընկերը։ Որպես իրան սպանության անմիջական ականատես ինքը տասնամյակների ընթացքում կուտակված ցավնահիշողություն են փոխանցել գրավոր խոսքը։ Հրանձինքը իրան հնդվածները վերակենդանացնել իսալյար հիշողությունը հիշեցնել ավեր բռնի իսլամացված հայերի արմատները այս ողումն են։ Ագոսի հրապարակումները բացահայտան լրացված ճշմարտությունը Սաբիհա Գյոքչենի հայկական ծագումից մինչև հայ համանքի ունեցվածքի բռնագրավումները, ինչին արդյունքում Թուրքիայում սկսվելա տեսանելի դառնալը երկար տարիներ մերժված իրականությունը։ Չնայած խաղաղության հանդեպ իրան հավատին հրանձինքը սպանվել է։ Հեղինակը նշում է ժամանակը բուժում չի վերքերը, այլ մենակ սովորեցնում է ապրել տրանսնահետ, իսկ հիշողությունը պահպանելը պարտքա թա հրանձինքի թա արդարության հանդեպ։ Կամ իհատպեն վեր անառարկելի է հրանձինքին յուրահատուկ ուժը արդեն 19 տարի շարունակ միավորում է հազարավոր մարդկանց։ Իրանց հուվեր ականատեսնել իրան սպանությանը, իրանց հուվեր տարիներ շարունակ լռությունա փոխանցում են հիշողությունը իրանց եղբայրներին, քույրերին ու խոխորձը։ Անվերջ ցքի հետ մեծ ուժը ծնունդատամ հույսի այս երկրի երկնքում։ Հույսի վեր հրանտի խոսքերը խլացվելու չուն վեր խաղաղությունը, արդարությունը մի օր հաղթելուն ու վերջյուրը անխուսափելիորեն իրան ճանապարհը ճարելու աճախքի միջոցով։ Անձնական կորուստների դեպքում ժամանակը հաճախ թույլատնում է ցավը, հիշողությունները մեղմանում են, վերքերը մասամբ սպիանում են, բայց հանրային սպանության դեպքում մոռացությունը վտանգավոր է։ Ստեղ ցոքը վերածվում է նաև պայքարի, ճշմարտության, արդարության ու պատասխանատվության հետի։ Մնացածների պարտականությունը ոչ միայն հիշել, այլ նաև պահպանել պայքարի ժառանգությունը, որպեսզի նման հանցագործությունները կրկնվեն վեճ։ Հրանձինքի դեպքում այս երկու տեսակի սուքը միաձուլված են։ Ինքը զոհատրալ կազմակերպված սպանության վերը տեղի ունեցալ բոլորի աչքերը չի սպանվալա ոչ միայն իր մարմինը, այլև խաղաղության, եղբայրության ու հույսի մասին իրան խոսքը։ Դրան հաջորդած դատավարությունները բերալ չեն լիարժեք արդարություն, բայց մարդիկ ուժն ճալ միմյանց մեջի ու շարունակալ կանգում մնալը։ Սակայն կա նաև հրանտը իր մանկական ժպիտով, հայրենիքը գրկող մեծ ցերքերով, մտահոգ աչքերով ու անհանգիստ սրտով։ Վրաստանակառավարությունը խորհրդային շրջանում տուժած կրոնական համայնքներին փոխհատուցում է տրամադրելու։ Վրաստանում գործող հայ առաքելական եկեղեցին այս տարի տնական 1,100,000 լարի փոխհատուցում։ Կրոնական միավորումներին հետ խորհրդակցությունների ու փաստական հանգամանքների հավատացյալների թվաքանակ, հոգևորականների քանակ, ինչպես նաև պաշտամունքային շենքառույցների թիվ ուսումնասիրման հիման վրա գործակալությունը որոշում ընդունել վեր Վրաստանը 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքավա խորհրդային տոտալիտար ռեժիմի վխտեն կրոնական միավորումների կրած վնասի մասնակի փոխհատուցման ապահովման հետի նախատեսված 6,500,000
լարից ընթացիկ տարում կրոնական համայնքներին բաշխվելու հետևյալ չափերով. Վրաստանահայ-իսլամական համայնք 4 միլիոն 150 հազար լարի, Վրաստանահայ առաքելական քրիստոնեական համայնք 1 միլիոն 100 հազար լարի, Վրաստանահռոմեակաթոլիկ քրիստոնեական համայնք 700 հազար լարի, Վրաստանահայական համայնք 550 հազար լարի։ Բաստորման ավանդական խաշեց մսային ուտեստը վերեցակ Հալա-Կովկասյան տարածաշրջանը, մասնավորապես Վրաստանում ու Հայաստանում։ Պատրաստումը տավարի մսից վերը մշակում են աղավ, չորացնում են օդում, այնուհետև համեմում տարբեր համեմունքներով։ Բաստորմա ավանդումը առաջացել է վրացերեն բաստոնի բառից, վերը նշանակում է չորացնել կամ օդով չորացնել, արտացոլելով դրա պատրաստման ավանդական չորացման գործընթացը։ Արևմտյան Հայաստանա տելևիդենին հավատարիմ մնալ ավրան սկզբունքներն եշողներին շարունակում են նախապանգործը թայզա մոտեցումներով։ Հունց արդեն գիտում ենք, մեր տելևիդենին ինքնագովազդով չի զբաղվում, հիմնականում հեռարձակում Արևմտյան Հայաստանա պատմության ու ներկայապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով մինչ տարբեր խնդիրներ էլ ավերհանում։ Արևմտյան Հայաստանա տելևիդենին գրանցալ արյան ամենակարևոր նվաճումների ամենը հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն է պահպանելու տարածել մեր պատմությունն ու մշակութային ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացում ենք Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագյավը մեր տելևիդենի հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում ենք ուժեղ։ Հայ վետերանների ու քյոմագյանողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 70 տարեկան կոմին պատարազատ վախտունի կարիք միանանք հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրն այնական պաշտոնական առողջությունների վախտը պիցրցնել Արևմտյան Հայաստանան դրոշը, հիշատակի պահապանների իրանց նշանակալի ներկայացնողը պաշտոնական առողջություններին ու հիշատակի առողջություններին վեր մասնակցում են նաև այլ կազմակերպություններ պատվում են հայ զինվորներին ու կամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալը պաշտպանել ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղեք չկաֆիկ նախագահ Ժան Ղազարոսյանի հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սովայտ տեսքան պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։